Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։ Պարոն Հայրապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հայրապետյան, օրերս վարչապետը 1 ժամանոց ծավալուն ելույթ ունեցավ, որտեղ նորից անդրադարձավ ինչու նոր սահմանադրություն եւ ոչ սահմանադրական փոփոխություններ, նորից անդրադարձավ թե ընդհանրապես երբ կունենանք այդ փոփոխությունները, փաստորեն մինչեւ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները այդ հանրակվեն տեղի չի ունենա եւ ընտրություններից հետո կմտածենք այդ մասին, նախ ինչպես է գնահատում ուրեմն ժամկետները, գործողությունները, քայլերը, որքանով իշխանությունը ըստ էության ներկայացնում է իր օրակարգը սահմանադրության փոփոխությունների, բայց այդպես էլ բաց է մնում ամենակարևոր հարցը։ Ի վերջո այդ նոր տեքստում լինելու է հղում հռչակագրին, թե ոչ։ Մի քանի ամիս առաջ վարչապետը լրագրողների հետ զրույցում գտավ, որ անհրաժեշտ չէ ընդհանրապես հղում իր տեսակետն է, այդպեսին ձեր տեսակետը ինչպիսին է եւ արդյոք այդ հղումը անհրաժեշտություն համարում եք, թե ոչ։ Ճիշտն ասած լավ չեմ հասկանում, թե ինչի է պետք, որ պետության ամեն ղեկավար նոր սահմանադրություն ունենա, մենք դրա փորձն ունենք։ Առաջինը հասկացանք, ունեցանք, երկրորդը եկավ փոխեց, երրորդը փոխեց, հիմա չորրորդը փոխի մի քիչ անլուրջ տպավորություն ենք թողնում որպես պետություն։ Եվ տեսականորեն, այո, հղում անել չանել գուցե դաժան բան ասեմ, բայց այո, հղում անելու անհրաժեշտություն չկա, նույնիսկ պարտադրանք կա, որ չլինի, որովհետև մենք պարտված պետություն ենք, որովհետև աշխարհն է այսօր փոխվում եւ նոր աշխարհակարգում, իսկ դա հենց այնպես բառեր չեն, իրոք աշխարհը փոխվում է եւ նոր աշխարհակարգ է ստեղծվում։ Եվ այդ աշխարհակարգում մեր տեղը ֆիքսել է պետք եւ այդ տեղը հաստատ այնպիսին չի կարող լինել, ինչպիսին արդեն վախճանվող աշխարհակարգում է։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ սահմանների, անձեռնմխելի սահմանների վերաձևումներ են տեղի ունենում, երբ Բեռլինի պատի փլուզումից հետո կարծեք թե այդպիսի ցնցումային բաներ չէին եղել։ Իսկ արաբական գարուններով սկսվեց նոր աշխարհակարգի հաստատումը, դա դեռ երկարատև process է, գուցե պետք չէ շտապել, պետք է սպասել, ձեռք չտալ սահմանադրությունը։ Նոր աշխարհակարգ որտեղ է մեր տեղը, դերը, որտեղ են մեր հարևանները, ով է մեր հարևանը, դաշնակիցը, սրանք հարցեր են, պարոն Հայրապետյան, որոնք անընդհատ մեր օրակարգում են, քննարկումների տիրույթում են, այսօր օրինակ անդրադառնում ենք, որ Հապկագատնաժողովին Հայաստանը հերթական անգամ չի մասնակցի, Հայաստանը այդպես սառեցրած կարգավիճակում մնում է, ընդհանրապես մեր անվտանգության ճարտարապետությունը չպիտի փոփոխենք հապկից վերջնականապես դուրս գալով ու նոր ճարտարապետություն գծելով։ Ես չեմ կարծում, թե դա իրականում գոյություն ունեցող լուրջ հարց է, այսօր հապկից դուրս գալը կամ չգալը։ Ես եւ ինձ նմանները երևի չափազանց շատ ուռճացրինք այդ խնդիրը եւ այսօր ամենախելամիտը, ողջամիտը կլիներ երևի սպասողական դիր գրավելը, ինչը իրոք որ արվում է իշխանության կողմից, իսկ չմասնակցել, եթե մանկական կապրիզնություն չի, շատ էլ լավ են անում, որ չեն գնում։ Երևի ինձանից եւ ձեզանից ավելի շատ տեղեկատվություն ունեն, գուցե հիմնավոր պատճառներ կան։ Իսկ ընդհանրապես, եթե արևմուտքին չզայրացնելու համար է, մենք տեսնում ենք, որ արևմուտքը ասվածն էլ լուրջ փոփոխության է ենթարկվում, մետամորֆոզների է ենթարկվում, պարզապես արևմուտքը ասվածը եւ նաեւ արևելքը ասվածն է լրիվ փոփոխության ենթարկվում։ Շատ խորքային է խնդիրը։ Դրա համար ճիշտ են անում, որ սպասողական վիճակի մեջ են, բայց պետք չէ սուրճ ճոճել, ոչ մեկի դեմ սուրճ ճոճել այսօր պետք չէ, ուղիղ հակառակը պետք է բոլոր կողմերի վրա կամուրջ նետել, բոլորի հետ առանց բացառության, մանավանդ որ ինքներս կամուրջի, կարծեք թե խելքի են եկել, կամուրջի քաղաքականություն ենք ուզում տանել, մեղրին դրա օրինակը։
Պարոն Հայրապետյան, հիմա այդ նոր աշխարհակարգում փաստորեն մեզ ավելի շատ դաշնակիցներ, գործընկերներ եւ զրո այսպես հակառակորդներ են։ Չէ, Դավթ-Օղլոյի այդ տեսություններ, քանի որ նշեցիք ավելի կամուրջներ կառուցել եւ ոչ թե ըստ էության կամուրջներ այրել։ Եվ սուրճոճել։ Ժամանակա որ պետք է կամուրջներ նայել, այո, բայց այս պահին կամուրջները պետք գցել, որովհետև չգիտենք թե վաղն ինչ է լինելու։ Մեծախոս չլինենք, որոնք հստակ գիտեն, որ հեսա Ամերիկան, Ուկրաինայում բան կանի կամ Ռուսաստանը կանի, ոչ, մենք չգիտենք ինչ կլինի, մենք չգիտենք թե Թայվանի հարցում ինչ կլինի, Չինաստանն ինչպես իրեն կդրսևորի Ռուսաստանի անցայրածիր տայգաների ու նրան դերքի նկատմամբ։ Մենք չգիտենք թե Ճապոնիայի եւ Չինաստանի խնդիրն ինչպես կլուծվի։ Թուրքական աշխարհը կկարողանա արդյոք անել այն, ինչը երազում է վերջին 100 տարում եւ չի հաջողում անել եւ այդ դեպքում մենք որտեղ կհայտնվենք։ Քանի որ տարածորեն ամբողջությամբ անորոշության մեջ է այսօր աշխարհը, մենք կտրուկ շարժումներ, կտրուկ դաշնակիցներ այսօրվանից հայտարարել եւ ախոյաններ հայտարարել անլուրջ կլինի։ Մենք պիտի իմանանք, որ բոլորը պոտենցիալ թշնամի են եւ բոլորը պոտենցիալ բարեկամ են։ Թե դրանցից որը նոր աշխարհակարգում կլինեն որոնք կլինեն մեր թշնամիներն ու բարեկամները, նոր աշխարհակարգը ցույց կտա, որի ամենայն դեպս ճարտարապետման մեջ մեզ նման փոքրիկ պետությունները մեզ դերակատարություն ունենալ կամ ընդհանրապես դերակատարություն ունենալ չեն կարող։ Նայեք Ուկրաինային հսկայական մի երկիր էր, մինչև փլուզումը ռուսական այս ներխուժումները, մինչև 14 թվականը տատանվում էր բնակչությունը 50-ից 55 միլիոնի միջև։ Այդ գծիկ չէ 50, գծիկ 55։ Մենք այդ գծիկի չափ էլ բնակչություն չունենք Հայաստանում։ Հիմա տեսեք Ուկրաինայից ինչ մնաց։ Ուկրաինացիները հիմա որ հետադարձ հայացքով նայեն, արդյոք այսօր այդպես իրենց ջերմագին պաշտպանող գերմանացիների հանդեպ կունենան նույն վերաբերմունքը, ինչ ունեին մինչև դեպքերը, չէ՞ որ նրանք չէին ուզենա, որ Ուկրաինայի նման հզոր սովետական միության երկրորդ հզոր արդյունաբերությունը, ատոմակայաններով հարուստ, գիտությամբ, ակադեմիայով հարուստ պետությունը, մարդուժով հարուստ եւ նաեւ պասիոնար ժողովրդով հարուստ պետությունը հանկարծ այդ իր ամբողջ ռեսուրսներով մտներ Եվրամիություն։ Անգլիան կուզենար դա Գերմանիայի հետ ինչ մրցակցությանը մեջ է։ Այսինքն այստեղ խնդիրները շատ բազմաբարդ են եւ այսպես քննարկման թեմա ինձ իրանք չեն վերապահի սարքել, բայց որ մենք այսօր չպետք է որոշենք մեր դաշնակիցներին, այդ բոլորին պիտի համարենք պոտենցիալ դաշնակից առանց բաց եւ պոտենցիալ թշնամի, դա այսօրվա մեր կարճատև կարգախոսը կարող է լինել, կարճատև, որովհետև ամեն ինչ ժամանակավոր է, դաշնակիցները նմանապես, որոնց ձեռնոցի նման, վերնաշապիկի նման պետք է փոխել, ինչպես որ արեց անկախությունը ստանալուց հետո Բուլղարիան, 100,000-ավոր ռուսներ դրեցին իրենց գլուխը Բուլղարիայի անկախության համար, բայց այնքան ուշք եկա, որ Բալկանյան պատերազմում ինքը ռուսական կողմում չէր, ուղիղ հակառակը երեկվա իր մետրոպոլիայի Թուրքիայի կողմում էր։ Պարոն Հայրապետյան, ամբողջությամբ այսպես անորոշության մեջ մխրճված աշխարհում պետք չեն դաշնակիցներ եւ թշնամիներ, պետք են եւ դաշնակիցներ եւ թշնամիներ մոտավորապես, այսպես եթե ձևակերպենք Հայաստանը, բայց մի քանի ամսից պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Եվ դուք ըստ էության ակնարկեցիք, որ այս պահին Հայաստանի իշխանությունը հապկի հետ կապված օրինակ ճիշտ քաղաքականություն է վարում։ Այս արտաքին քաղաքականությունը ուրեմն որոշակիորեն ճիշտ բնորոշեցիք։ Հիմա երբ խորհրդարանական ընտրություններ են եւ ներքաղաքական կյանքն էլ այսպես շատ կայուն վիճակում չի, դուք տեսնում եք այսպես շարունակ այդ սևերի եւ սպիտակների բաժանումը, որոնց մասին խոսեց վերջերս վարչապետը եւ ինքն էլ ազդարարեց, որ արդեն հոգնել է շարունակ այդ մասին խոսելուց։ Ինչպես եք գնահատում, ինչ իրավիճակ է, որքանով իսկապես հունիսին մենք ունենալու ենք
իսկապես հիբրիդային պատերազմի արդյունքում լրջագույն, այսպես ճնշումների ենթարկված նախընտրական քարոզարշավ։ Ինչ վտանգներ եք դուք այստեղ տեսնում, որովհետև շատերը հենց այն վտանգն են տեսնում այդ հիբրիդային գրողները, որոնք գալիս են Ռուսաստանից կամ այլ երկրներից, որոնք կարող են ուրեմն խարխլել այս փխրուն իրավիճակը ինքնիշխանության, անկախության եւ այլնի տեսանկյունից։ Ինչ է սպասվում մեզ 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո։ Որ ներկայացումը շատ ավելի բնականին մոտ լինի, այո, էքսցենտրիկ ինչ-որ բաներ լինելու են։ Չգիտեմ, տաստված որ սպանությունների տեսքով չլինեն, կրակոցների տեսքով չլինեն, բայց դե ներքաղաքական դուք ասացիք իրավիճակ, ես եթե թույլ տաք կանվանեմ ներմեյմունական, ներկապկային իրավիճակ, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մանավանդ 2020 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակի տնօրինողները Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանն են։ Իրենք էլ իրականացնելու են 2026 թվականի ընտրությունները, արևմուտքը իր գլխի ճարը, եվրոպական մասն արևմուտքը իր գլխի ճարը չի կարողանում տեսնել ուկրաինական խնդրում, շատ պարզ երևաց դա ուրեմն աստե այստեղ որոշակի շարժերանի, իսկ Միացյալ Նահանգներն ավելի շատ Եվրոպային դաստիարակելով Ռուսաստանին իր տեղը ցույց տալու եւ Չինաստանի հետ ապագա մարտահրավերները պատվով կատարելու խնդրի առջև է եւ դարձյալ մեզանով լրջորեն չի զբաղվելու։ Միակ բանը որ կա, որից շնորհակալ կարող ենք լինել Միացյալ Նահանգներին, դա այդ շատ վտիտ, թույլ գրեթե ոչինչ չորոշող, բայց տեսեք գրեթե կա դրանից ենք կարճում։ Այո, միայն դա է։ Այսինքն այնպես չի որ այստեղ ուղղակի դերաբաշխումը կարվի այդ երեք կենտրոններից Մոսկվայից, Անկարայից, Բաքվից եւ այստեղ մեյմունները կսկսեն խաղալ։ Այսքան ընտրություն չունի հասարակությունը ինքը պիտի ընտրի, չէ՞, իշխանությունը անդադ ասում է, որ սա մի իշխանություն է, որտեղ յուրաքանչյուր քվե հարգվում է, չի կեղծվում, թափանցիկ են տեղի ունենում։ Եվ իդեպ հետաքրքիր է, որ նույն վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության դեպքում էլ Ռուսաստանը գոնե անդադույց էր տալիս, որ ուշի ուշով հետևում է։ Նախ որ մի իշխանությունը մեր անկախության սկզբից ի վեր չի ասել, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ ազատ։ Բոլորն էլ ասել են, հիմա էլ են ասում, այդ թող ասեն։ Բայց մենք գիտենք, որ ոչ մի ձևով էլ չեն եղել։ Այստեղ ձևավորվել են իշխանություններ այն ուժային կենտրոնների շուրջ, որոնց Մոսկվան բարեհաճել է իր թաթար-մողոլական յարլիկը տալ։ Հիմա էլ յարլիկը կբաժանի մասերի եւ կտրվեն, ինչպես որ ներկա խորհրդարանում է արված։ Հիմա թե ռուսական այդ Կիրիենկո, Միրիենկո այստեղ եկող այդ մեյմուն կերպարները ինչպես կվարվեն, ինչպես մեր հանրային գիտակցությունը կփոխեն, ինչպես կուղղորդեն, դա իրենց եւ մեր ամրությունից է կախված։ Իսկ հասարակությունները դժբախտաբար մեր տիպի երկրներում ոչինչ չեն վճռել եւ առաջիկայում չեմ կարծում թե վճռելու են։ Մեր հասարակությունը ինքնուրույն կվճռի մեր ժողովուրդը իր հարցը միայն օրհասական ժամանակներում, ինչպես դա մի քանի անգամ եղել է գոնե վերջին 100-ամյակում։ Իսկ սովորական ստանդարտ վիճակներում իսկ հիմա ստանդարտ վիճակ է հասարակությունը ոչինչ չի որոշել։ Նրա գիտակցությունը մանիպուլացնելը սովորական բան է։ Տեսեք 2018 թվականին հասարակությունը չորոշեց հեղափոխությունը։ Եթե մինչև հիմա մենք կարծում ենք, որ հասարակությունն է որոշել եւ հասարակության որոշումը ուրիշի որոշումը չէր, ինչպես պարոն Փաշինյանն էր ասում, մեր հայրենասիրությունը կայսրության կողմից թելադրված հայրենասիրությունն է, մեր ընտրությունը նմանապես կայսրության կողմից տրված ընտրություններ, հասարակությունը պարզապես կարծես թե դա ինքն է արել։ Մենք հերթական անգամ նորից այդպիսի վիճակների մեջ ենք ընկնելու։ Եթե դուք եք ասում, որ 18 թվականին հասարակությունն է որոշել, ապա իմացեք, որ հասարակության մեծագույն մասը դեռևս այդ կարծիքին է, եթե իհարկե ցնցումներ չլինեն։ Ցնցումներ բացահայտումների տեսքով նկատի ունեք։ Բացահայտումներ, բացահայտում անողը մինչև հիմա արած կլիներ, ոչ թե
Որովհետև վարչապետը ասում էր, չէ, մինչև տարեվերջ բարձ կլինի օրինակ բանակցային ամբողջ փաթեթը կհրապարակվեն, Սերժ Սարգսյանն էլ ասում էր նամակը կհրապարակվի, ի վերջո դուք կարող եք, եթե վարչապետից օրինակներ եք բերում, խնդրում եմ ուղիղ դրա հակառակը դարձյալ իր բերանից դուրս եկած իրար հետ բերեք, հա, այսինքն այսօր մի բան է ասում, վաղը մի բան, իսկ երեք լրիվ ուրիշ բան էր ասում, այնպես որ Իսահակյանը ճիշտ էր ասում, հա, խարխու մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա ներկա իշխանությունների որևէ խոսքի, այնպես որ անլուրջ բաներով պետք չէ որ զբաղվենք, վարչապետը կասի, դա իհարկե պետք է ասի, իր գերագույն խնդիրը այն է, որ ասի թե ձեր ընտրյալը սիրելի եռյակը միություն, որոնց նշեցի, այդ ես թող լինեմ եւ ոչ թե ուրիշ մեկը չէ, որ ես ձեզ բաներ եմ ասել, որ պիտի անեմ, կարվի, եւ չեմ կարծում, թե Հայաստանի դեմ կարվի։ Պարոն Հայրապետյան, իսկ ի վերջո լավ, դուք փաստորեն նշում եք, որ հասարակությունը չի որոշում այդ տեսակ երկրների համար, բայց մենք տեսնում ենք նաև հասարակության մեջ արկա տրամադրություններ, դրանք ընտրությունների արդյունքների վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում, պարոն Հայրապետյան։ Կարող են ունենալ, գիտեք ինչպես, որոնք բոլորը միասին կգումարես եւ 5% էլ չեն կազմի։ Ու չեն անցնի խորհրդարան։ Չէ, բնականաբար չէ։ Չես խորհրդարան անցնել չհասնելու մասին ինչ խորհրդարան է։ Մեզ ախր մի անգամ ցույց տվեցին, որպեսզի մենք տեղը բերենք, այսպես չխոսանք։ Մի անգամ եկան Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին ցանկացած տեղում կարող էին խփել։ Խփեցին այս մեր խորհրդարանում, որ ասին վեր մի թռեք, պետություն ունեք, իմացեք որ չունեք, այդ տվել ենք որ խաղաք, մի քիչ զբաղվեք, տեղը բերեք դուք ով եք, մենք ով ենք։ Վերեք կենում կենացներ եք խմում թե մեր օջախը դարեր շարունակ հայ ընտանիքը բան, կմտնենք ընտանիքում հենց մեր ու մանուկ կսպանենք եւ դուք ոչինչ անել չեք կարող։ Եվ այսօր բանտարկված այդ եպիսկոպոսի, արքեպիսկոպոսի հետ միասին կգնաք կհասնեք մինչեւ կարմիր գիծը ու դրանից կես քայլ անգամ առաջ չեք գնա։ Այնպես որ մեզ անընդհատ ասում են տեղը բերեք, ձեր ոտքը, ձեր վերմակին համապատասխան մեկնեք, իսկ մենք ասում ենք չէ, Հրանտ Մաթևոսյանն ոնց էր ասում, մեր բաղնիքը, մեր տվալետը, իսկ մենք դեռ 2000 տարի առաջ ունեցած բանի մասին մեր Տիգրան Մեծը, մեր Նարեկացին, այսօր ինչ ենք, այսօր այդ ворցության տեսակը կա Հայաստանում, այսօր մենք էլի առաջ հենց հիմա սև ու սպիտակի մեջ ենք, թշնամի ենք հայտարարում Ռուսաստանին, Ոհմակով խփում ենք Ռուսաստանին, թշնամի ենք հայտարարում Թուրքիային, ոհմակով խփում ենք Թուրքիային, թշնամի ենք հայտարարում Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, այդ ռուսամոլները, հա, ոհմակով խփում ենք այնտեղ։ Դրանք մեր ատամները հաշվել են, իրենք գիտեն թե մեզ ինչպես մանիպուլացնել։ Դրա համար այլ առավել եւս անհնար է, որ ճշմարտությանը մոտիկ հայ ազգի, հայ պետության շահերին մոտիկ ինչ որ ընտրություն իրականանա Հայաստանում։ Մեզ մանիպուլացնելը հեշտ է, մանիպուլացնողները բորենիների, լեշակեր բորենիների նման 4 կողմից վերատված են, խորենացի թող կարդան։ Պարոն Հայրապետյան, այս առումով մի ուրիշ չլուծված խնդիր կա, որ իշխանությունը, այսպես ասած, օրակարգ է բերել եւ փորձում է լուծել Հայաստանի իշխանություն, վարչապետ եւ եկեղեցի այս արճակատումն է, որը կարծեք թե լուծման հեռանկարները այս պահին գոնե չունի, որովհետև վեհապարը շարունակում է վեհարանը մնալ, վարչապետն էլ ամեն կիրակի տարբեր եկեղեցիներում պատարակ լսել։ Ու դեպս ոնց ասեմ, որ ավելի ճշգրիտ լինի, դուք անդադ վարչապետ եք անում, վարչապետն եկեղեցու հարցում զբաղված է հակապետական գործունեությամբ, եկեղեցին պետության հարցում զբաղված է հակաեկեղեցական գործունեությամբ։ Նրանք միմյանց արժանի են, բայց ում է պետք այս ճահիճը, այս կեղտաջրով լցված հորը փորփրել եւ գարշահոտությունը այս վարկյանին հանել դուրս։ Հաստատ ոչ հայ ժողովրդին, ոչ Հայաստանի պետության ամրությանը, բացարձակապես այստեղից է խնդիրը։ Մի հատ տեսեք ում շահերին է դա ծառայում։ Ռուսներն ուղղակի հիմա երևի ուրախությունից ղնջրտում են։ Դա հերթական մի ճոպան է, որը եւս գծվեց հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության պարանոցը։ Որը ոչ մի լավ տեղ չի տանում։ Այսպես ասած եկեղեցու բանը, այսպես մակրազերծմանը, մակրագործմանը։ Կարող եք մոլորակի վրա ցույց տալ մի հատ մաքուր եկեղեցի։
ինչ ենք մենք պուրիտանների նման անկած կուսություն պահանջում թե կաթողիկոսից, թե վարչապետից, թե մյուսներից։ Խնդիրն այստեղ կարմիր գծեր սահմաններ ճանաչելն է։ Հանկարծ այդ սահմանից այն կողմ դեպի ազգային դավաճանություն հատված չլինի։ Իսկ ես կարծում եմ, որ հենց այդ եզրագծի վրա, սահմանի վրա էծի տրճիկ են տալիս բոլորը, եւ քաղաքական ուժերը, եւ եկեղեցական վերնախավը, որովհետեւ այծի տրճիկը բռնում է հենց կամրջի վրա։ Ցավոք սրտի մենք էլ հիմա մազե կամրջի վրա են, երկու կողքում անդունդ։ Միշտ այսպես գնահատականներից հետո հարցրել եմ ելք չկա, ասել եք միշտ ելք կա, այս իրավիճակում ասում եք գլորվում ենք անդունդը, կա այդ ելքը։ Իհարկե կա։ Ես ով եմ, որ ես գյուտ անում։ Մեր Թումանյանը շատ հանճարեղ արել է գյուտը, ասում է մենք ներսից ենք փտած, ընդունում եք այդ ախտորոշումը, ես ընդունում եմ։ Թումանյանն ասում է մենք ներսից ենք փտած, եւ փրկությունն էլ ներսից է գալու։ Մենք ներսում ինչ ենք անում։ Շուդրաներով լցված է Հայաստան հնդկական հզոր մշակույթի շուդրաները կամ նույնիսկ այն անհպելիներն են այսօր Երևանում ու Հայաստանում լցված։ Չկա էլի մի հատ օբյեկտ, որ իր սեփական հնդիկը չունենա։ Այդ շուդրաներով ու անհպելիներով մեր կառավարությունն է լցված։ Այդ շուդրաներով եւ անհպելիներով մեր անդիմության վերնախավն է լցված, որոնց վզից քաշում են, ասում են մսուրքից դուրս արի, լավ 20 տարի լափել ես, վերկած գնա անկիր ախորումը, հիմա այդ 20 տարի որոճա, դա էլ չեն անում, ասում են չէ, դարձյալ, բայց հիմա ուրիշ մռութներ են խցկվել մսուրքի մեջ։ Մեր ձևով ձեզերով եւ այլն։ Իրար միս են ուտում, խեղ ժողովուրդն է արանքում տուժում։ Եվ ցավոք սրտի 26 թվականի ընտրություններին, եթե իհարկե բարեհաջող հասնենք դրան եւ նորմալ ընտրություն լինի, արտագաղթը միշտ պետք է վերապահում ունենալ։ Արտագաղթը մի նոր տեմպերի է հասնելու, որովհետեւ վստահությունը քաղաքական մտքի հանդեպ, չասեմ արդեն իշխանություն, ընդդիմություն, երկուսն էլ նույնն են, նույն սաների կտավ։ Քաղաքական մտքի հանդեպ ժողովրդի մեջ զրոյի է միտում, հասնում է իջնում է դեպի զրոն, սա լավ տեղ տանել չի կարող։ Միակ ելքը այդ, որ ասում եք լուսավոր բան չկա, այդ թունելի վերջում լուսավոր բան կա, եւ այդ լուսավոր բանը հայ մարդու միջից ճառագած են բանը, որ անկեղծ խոսք ասեն ես հավակնություն չունեմ, այսինչ լափամանին մոտ գտնվելու, տեսեք ոչ մի հավակնություն չունեմ, ինչ ունեի ամեն ինչ վերցրել եք, բայց հասկացեք ձեզ համար եմ ասում, այն որ նշդե հեռանալիս ոտը խփեց ասաց ապերախտ ժողովուրդ, հա, այն որ հասարակությունները միշտ այդպեսին են, պետք չի մերոնց մեղադրել, խաչի վրա խաչին էլ չհասացնում, իսկ ասում էին ում ազատենք Պիղատոսն ասում էր, ում ազատենք Բարաբային, թե Հիսուսին գոռացին Բարաբային։ Հիմա ցավոք սրտի Հայաստանում բարաբաների ժամանակն է եւ կեղծ բարեպաշտների։ Ոտից գլուխ փարիսեցիներ են, մեր իշխանությունը, փարիսեցիների իշխանությունը, հանկարծ փարիզեցիների հետ շփոթեք, փարիսեցիների չնայած այնքան էլ տարբեր չեն։ Բայց դա մեր հայ մարդը պարտված չէ, հայ մարդու մեջ դեռ այդ հատիկը կա, չեք հավատում, դուրս եկեք փողոց, բայց ոչ թե այն որ արդեն 1000 հոգի, 1000 իշխանություն գլուխները աղացել են, այն ջահելներին մի հատ մոտեցեք խոսեք հետները, ինչ պայծառ մարդիկ ունենք, այ դրանց է պետք, այդ մեր խմորը, մեր դրանք խմորն էլ չեն, մեր թթ խմորն են, որի մի զգալի հատվածը տարանք ու եռաբլուրում պարկեցրինք։ Հիմա այս մնացորդացի համար ոնց է պետք դողալ, ոնց գուրգուրալ, գոնե թատրոնը առանձին անեն, էլի այս ջահելների աշտից հեռու էս մեյմունություններն անեն, որ կկոչվի 26 թվականի նախընտրական պայքար, որ հիմա եկեղեցու կարգալույծ եղած, նվիրապետական գիտեք ինչ է նշանակում, այսինքն այդ հերարխիկ կառույց է դա, կա թագավոր, կա իշխաններ, այսպես իշխում են ներքև։ Հիմա այդ մարդիկ կարգալույծ են արել, վաղ ուրիշ կաթողիկոս կգա, նորից գուցե այդ ուսադիրները նորից կդնի ուսին դրա կամ դրանց, բայց քանի չի դրել, նա հեռացված է, հիմա ոնց կլինի, որ ասենք հեռացված, չգիտեմ ինչ ասեմ, որ մեկը, պարոն պաշտպանության նախարարը, ասենք, Դավիթ Տոնոյանը, հիմա գնա նստի իր կաբինետում, ասի վերջ, ես հրամանները տալիս եմ, դուք էլ պետք է կատարեք, այ մարդ դու Նիկոլի դուրը կգա, այսինքն հեռացվածին չի կարելի, ուրիշ բան փոխեք, օրենքը միշտ պետք է կատարել, բայց ջանալ որպեսի վատ օրենքը լավով փոխարինվի,
ժողովուրդը, չէ, քանի դեռ օրենքը գործում է, օրինազանցություն անել պետք չէ, այլապես կմտնենք ռադիոտուն եւ մեր երկրի գլխին այո, եւ մեր ժողովրդի գլխին պատուհաս կբերենք էյֆորիայի հողի վրա, այսինքն ողնաշարին ամրանով ուժեղ կտանք։ Այսպիսի հարված հայ ժողովուրդը չէր ստացել։ Շատ վաղուց երևի 1949 թվականից հետո առաջին ուժեղ այդպիսի հարվածներ ողնաշարին, որ ինքը լրիվ մեր հոգով, մտքով, ամեն ինչով բաց կանգնած էր ու հանկարծ սառը ջուր գլխին ու ամրանով մեջքին ողնաշարին։ Գոնե չոգևորեին, հետո տանեին պարտության։ Հետո էլ ասենք պարտությունը հաղթանակ է։ Հասկանում եք մենք ինչ աբսուրդի թատրոնում ենք գտնվում, աբսուրդի անհեթեթության։ Հիբրիդային գրոհներ են, փաստում են բոլորը։ Հիբրիդային գրոհների արդյունքում հնարավոր է Փաշինյանը եւ իր թիմը 26-ին հաջողություն չգրանցի։ Ոչ, հնարավոր չէ։ Ոնց է խոսում, ոնց է կարծում, որ կարող է իշխանությունը հանկարծ տան, եթե Մոսկվայի, կրկնեմ, Անկարայի եւ Բաքվի նման հզոր ուժեր են կանգնած թիկունքին, բացարձակապես ոչ, այ սպասեք 28 թվականին, դա լրիվ ուրիշ բան կլինի, դժբախտաբար, կամ գուցե բարեբախտաբար, առաջ Աստված։ 28-ը վճռորոշ կլինի ավելի, քան 26-ը։ Այո, բնականաբար։ Հիմա ուղղակի բնական տեսք տալու համար ներկայացումներ են խաղալու, ներկայացում է լինելու, ասում եմ Աստվածյանը, որ սպանություններով լինեն այդ ներկայացումները։ Այս պատից կախած հրացանը կա էլի հենց սկզբից եւ վերջին արարում կամ արարներից մեկում ինքը կկրակի։ Այդ հրացանն է պետք իջեցնել մեր ներազգային գզվռտոցի վիճակից այդ հրացանը պետք է դուրս բերել, չի կարելի, մենք ներսում թշնամի չպիտի ունենանք, արհամարելիներ կարող ենք ունենալ, ասացի չէ, խնդրեմ շուդրաներ, անհպելիներ, լիքնեն, բայց ոչ ռաջաներ չկան, էլ չեմ ասում բրահմաներ չկան Հայաստանում, սա է ողբերգությունը, եւ գիտեք, դուք հարցեցիք կասկածում եք, չգիտեմ, որ հարցի հետ կապված ասացիք կասկածում եք, Հայաստանում հիմա բոլորը մեկը մյուսին կասկածում են ասվածին, եթե ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ մի բան կա սրա տակ, փնտրեք են մարդկանց ում ասացի տակ կամենակ հայրենիքի լուսավոր ապագան տեսնելը, փնտրեք դրանց, դժվար կգտնեք, որովհետև հիմա համատարած փող ատելություն կա, բայց չեն էլ հասկանում, որ նույն նավի վրա ենք, որ խորտակվեց լինելու է ճիշտ 15 թվականի նման, որ թուրքը չնայեց, դաշնակ է, հնչակ է, արմենակ է, բողոքական է, կաթոլիկ է, առաքելական է, բոլորին նույն տեղում գլխատեց, մենք հասկանանք, որ այդ նավի վրա ենք եւ այդ մեր նավի անունը, ոնց որ Ռուբեն Ախվերդյանն էր ասում, հա, իմ փոքրիկ նավակ, այդ նավակի անունը Հայաստանի Հանրապետություն է, ուրիշ անուն չկա, ինչքան էլ մենք երազախապ լինենք Տիգրան Մեծի քարտեզներով, սա է մեր հայրենիքը, ինչ որ ունենք, մեր հայրենիքը նաեւ հայ մարդն է, հայ երիտասարդն է, ոնց ենք վարվում այդ երիտասարդների հետ, ում ձեռքն ենք տվել, ինչ գիշատիչ բորենիների ձեռք ենք տվել մեր երիտասարդության եւ ինչ կեղծ արժեքներ ենք տալիս։ Հիշում եք 18 թվականին նոր էին եկել իշխանության, մի հատ մեյմունություն արեցին հանրապետության հրապարակեն մետրոյի կայարանում, ինչ որ բան էին բեմականացնում ֆուտուրիստական։ Հենց նենց ոչինչ չկա, դա մեր գլխին գալիս, այն որ էշի խրտնացը ձյուց արագ է փախչում, այ հիմա դրանք են տեղը բերեք էլի դուք ինչ եք։ Ձեր եւ ընդհանրապես մեր ամբողջ հայության ոտքը մեր վերմակին համապատասխան մեկն ենք, այլապես է սեղացնել ենք կորցնելու, ինչպես ավետարանում է ասված, կկորցնենք նաև այն, ինչ կարծել ենք, թե ունենք, կարծել ենք։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Կհանդիպենք։